ինչ գդրիշքերեն Մասիսը վգա հայոց կաչերեն Եվ հիմա գշարունակենք մեր այսօրվա հայդակրով եւ հիմա գաբը հաստատեցինք Նոեմի Ստեփան Սարգսյանին հետ Բարի կալուստ Կոմիդաս ռադիոժամ Մերսի շատ Նախ եւ առաջ գնաս բատմել մեր ունգընտիրներուն ուրդեղեն ես եւ ուր գաբրիս Ես ծնվել եւ մեծացել եմ Անգլիայում այժմ ապրում եմ Լոնդոնում Բայց ծագումով հայ եմ Եվ ինչպես է ծեր համայնքը, հայկական համայնքը, մեծ է քիչը, քանի հայեր կան Մեծ Բրիտանիայում մոտավոր 20,000 հայ են բնակվում Շատ են Մեծամասնություն Լոնդոնում, նաև կան Manchester, Wales, բայց մեծամասնություն Լոնդոնում ունենք բազմաթիվ համայնքային կազմակերպություններ, օրինակ Home Men, հայկական դպրոցներ, AGBU, AYF, so Լոնդոնում բավական գործունեություն ունի համայնքը եւ Manchester-ում նույնպես կան երիտասարդական խմբեր Գռնամ հարցնել եթե տուն կմասնակցիս, ագում գրտաս Անցյալում շատ եմ մասնակցել, հոմենտմենական սկաուտ եմ եղել 5 տարեկանից մինչև 19 Ջամբորին կացիր Ինչը? Ջամբորին կացիր Գնացել եմ Jamboree 2 անգամ 2014 եւ 18 թվականներին եւ շատ լավ ժամանակ եմ անցկացրել Նույնպես հայկական դպրոց եմ գնացել Կիրակնորիա եւ բազմաթիվ ուրիշ երիտասարդական ձեռնարկներ եմ այցելել եւ այլն, բայց այժմ այս պահին այսպես ասած անդամ չեմ որևէ կազմակերպություն Եվ շատ հայկական դպրոցներ կան Լոնդոնում 2 հատ հայկական դպրոց կա, Շաբաթօրյա եւ Կիրակնորիա աշակերտները 5 տարեկանից սկսում են մինչև 16 տարեկան եւ բավական մեծ քանակի աշակերտներ ունեն եթե չսխալվեմ Կիրակնորյան այս պահին 150 աշակերտ ունի Շաբաթօրյան չգիտեմ բայց նման թիվ երևի Եվ գործունեությունները երբ են երբ գրտան ագումբ այսինքն հոս շաբաթօրերը մենք ագումբ գրտանք ցերկով ինչպես է Լոնդոնում շաբաթօրերը հոմենտմենը սկաուտականի իր ակումբի օրն է ուրեմն առավոտյա ճաշվա ժամից մինչև 5-ը սկաուտականի ժամերն են որից առաջ Կիրակնորիա դպրոցի ժամերն են ուրեմն աշակերտները հաճախ գնում են շաբաթօրյա դպրոց հետո ճաշից հետո գնում են սկաուտական Եվ հայկական եղեցիներ ալգան հոն Այո, ունենք 2 եկեղեցի Լոնդոնում Սուրբ Սարգիս եւ Սուրբ Եղիշե Սուրբ Եղիշեն շատ ավելի մեծ է Սուրբ Սարգիսը բավական փոքր Մանչեսթերում են նույնպես հայկական եկեղեցի կա եւ Կիրակի օրերը պատարակ իհարկե Գիրագի օրերը բադարակն է օքեյ Եվ եթե չեմ սխալվիր տուն գամավորություն երածես չէ Երբ 2022-ին գռնալալ Այո Եվ ինչպես որոշեցիր երթալ Ես տարիները որ Հայաստան եմ գնացել ամռանը որպես արձակուրդ եւ որոշեցի որ ուզենամ մի քանի ամիս անցածնել Հայաստանում եւ հասկանալ ինչպիսին է ապրել Հայաստանում ինչ է նշանակում լինել տեղացի ինչպիսի է կյանքը ինչպիսի է ժողովուրդը ինչպիսի է աշխատանքը եւ այդ պատճառով որոշեցի քանի որ ժամանակ ժամանակ ունիմ գործի պահումով մի քանի ամիս երկրից դուրս լինելու եւ որոշեցի որ ճիշտ ժամանակն է որ birthright կամավորություն անեմ Քանի ամիսներ մնացիր 3 ամիս ընդամենը Եվ ինչ էր իր հոն Առաջին ամիսը գնացի Գյումրի եւ host family հետ ապրեցի մի ամիս ընդեղում եւ կամավորության
առումով երիտասարդական կենտրոն կա Գյումրիում, Ահա։ որտեղ անգլերեն էի դասավանդում եւ նաեւ մի քանի շաբաթ իրավաբանական ֆիրմայում գործարություն ձեռք բերա, քրեական էր այդ ֆիրման։ Հայկ Հարությունյանին, Կներեք չլսացի հարցը։ Հայկ Հարությունյանին, Այո, Հայկ Հարությունյան։ ես Ալոնահերի։ Շատ հետաքրքիր էր, Այո։ բավական տարբեր է։ Եվ ինչպես տունը սիր որ Գյումրին հոն ագում մգա Շիրվանյան կացիր։ Ոչ, Շիրվանյան չեմ գնացել։ օքեյ, գարձեցի որ այո։ Եվ հետո Երևան կացիր, ադգե հետո։ Եվ հոն ինչեր իր Երևան։ Երևանում մի քանի տեղ էի աշխատել, մեկ հատը Path of Law, Սիրանուշ Սահակյանի հետ էի աշխատել, այդ ընթացքում աշխատում էի գերիների հարցով, զեկույցներ էինք պատրաստում, որ ուղարկենք միջազգային դատարան, մի ուրիշ կազմակերպություն էր, որ ծառերի հետ կապված գործունեություն էին անում, անունը հիմա չեմ Armenian հիշում։ Tree գարձմտե։ Այո, Armenian Tree, իրենց հետ էի աշխատել եմ, բայց հիմնականում Path of Law-ի հետ էի աշխատում։ Եվ ինչ դարբերություն գտեսնես Հայաստան ապրիլը եւ Լոնդոն եւ հայերը։ Շատ տարբերություն։ Հիմնականում օդը Հայաստանում շատ ավելի հաճելի է, քան Լոնդոնում։ Ստեղ միշտ անձրևոտ, ցուրտ, քամոտ, Հայաստանում ընդհանրապես արև եւ տաք։ Եվ կյանքը Հայաստանում շատ ավելի դանդաղ էր ինձ համար։ Ինձ թվում է Անգլիայում բոլորս միշտ շտապ ենք, միշտ արագ մետեղ ենք փորձում հասնել, բայց Հայաստանում ես որ արագ էի քայլում, միշտ վրազում էի, տեղացիները ինձ ասում էին ուր ես շտապում, ինչ ես գնում, հանգիստ, շտապելու բան չկա։ Այդ առումով շատ տարբեր էր եւ ինձ թվում է ընտանեկան կյանքը Հայաստանում շատ ավելի կարեւորություն ունի, քան ստեղ։ Նկատեցի, որ երիտասարդները շատ ժամանակ են անցածնում իրենց տատիկ ու պապիկների հետ։ Եվ Լոնդոն այդպես չէ։ Լոնդոն այդպես չէ։ Ոչ, Լոնդոն այդպես չէ։ Հայերի մոտ ավելի շատ, բայց տեղացիների մոտ ընդհանրապես այդ կապը այդքան կարևոր չէ։ Ամիսներ կամ տարիներ իրենց բարեկամներին երբեմն չեն տեսնում ստեղում։ Եվ ժողովուրդը Հայաստանում շատ ջերմ են, որտեղ որ գնում էի, ումին որ հանդիպում էին, շատ ջերմ կերպով էին ինձ ընդունում, մանավանդ այդ host family-ին, որի մոտ ես ապրում էի Գյումրիում մի ամիս, ինձ ընդունեցին որպես իրենց աղջիկը եւ շատ հաճելի ժամանակ անցկացրեցի իրենց հետ։ Եվ գրնաս ասել, որ Հայաստանը փոխվերը կզի։ Շատ առաջի անգամ ես 7 տարեկանում եմ գնացել Հայաստան, որ 20 տարի առաջ կլինի։ Եվ եթե համեմատում եմ հիմակվա Հայաստանը, շատ է փոխվել, չեմ կարող բացատրել ինչքան, որովհետև ընդհանուր տարբեր երկիր է ինձ համար։ 20 տարի առաջ օրինակ գնում էի ճաշարան, մի բան էիր պատվիրում եւ կարող է 50 րոպե մի ժամ սպասեիր եւ հետո գային ասին, որ ինչ որ պատվիրել են, չունեն այդ ճաշարանում, պետք է գնան ուրիշ տեղից բերել։ Հիմա տենց բաներ չի լինում։ Հիմա սպասարկումը ճաշարաններում, սրճարաններում շատ է լավացել։ Տնտեսական իրավիճակը շատ ավելի լավ է։ Ինձ թվում է մարդիկ ավելի ուրախ են, ավելի հույս ունեն ապագայի հետ կապված, քան 20 տարի առաջ եւ շինարարական կերպով շատ է փոխվել Երևանը 20 տարի առաջ շատ ավելի սովետական տեսք ուներ
ինձ համար, բայց հիմա կարելի է համեմատել որևէ մեծ մայրաքաղաքի եւ ես շատ եմ սիրում գնալ այնտեղ, մանավանդ ամռանը։ Եվ ինչ զգացումներ գցեք քեզի։ Ինձ համար ես իմ ծնողներս ցակումով Պարսկաստանից են, Իրանահայ են, բայց դրանով հանդերձ ես երբեք չեմ գնացել Պարսկաստան, բայց Հայաստանում ես զգում եմ, որ իմ տանն եմ, իմ երկիրն է, իմ ժողովուրդն են, նույն լեզուն կխոսեն ինչ որ ես, նույն սովորությունները ունեն Եվ գրնամ հարցնել, եթե ագում գրտաս, հայերենով գխոսին գամանքներում։ Լոնդոնում ընդհանրապես երիտասարդությունը շփվում է անգլերենով, բայց հայկական դպրոցում եւ հոմենտմենում մեզ միշտ քաջալերում էին, որ հայերենով խոսենք իրար հետ, բայց դժբախտաբար երբ ակումբից դուրս ենք կամ ուրիշ մի տեղ ենք հանդիպում երիտասարդներով, անգլերեն է խոսվում, որ տխուր է, բայց Լավ, ունիս ավելորդ բաները սելու։ Միայն կասեմ, որ եթե որևէ մի անձ կամ երիտասարդ կա ձեր գաղութում կամ որ լսում է այս ռադիոշոուն եւ մտածում է birthright-ի մասին, կամավորություն անել, ես շատ խորհուրդ կտամ, որ այդ քայլը վերցնեք եւ մի քանի ամիս անցկացրեք Հայաստանում, հայրենիքում, որովհետեւ ինձ համար ուրիշ ձև չկա հասկանալ երկրի իրավիճակը, ժողովրդի մասին, դժվար է դա հասկանալ արձակուրդի ընթացքում, դու մի քանի շաբաթ գնում ես Հայաստան, սրճարան ես գնում ես լողանալու, չգիտեմ, ճաշարան եւ այլն, բայց դժվար է հասկանալ, թե ինչ է Հայաստանը իրականում եւ birthright-ը այդ opportunity-ն է տալիս, որ հասկանաս ինչպիսի է հայրենիքը եւ մի ձևով օգնել հայրենիքին հիմա կապ ունի ինչ մասնագիտություն ունես, բայց միշտ մետեղ կա, որ կարող ես դու օգնես։ Լավ, շատ շնորհակալություն քո մասնակցության համար Նոեմի։ Կհանդիպինք։ Ես եմ շատ շնորհակալ։